Ինձ թվում է դու sense գժանոց sense լաջեի գլնես։ Եվ մեռա այդ դավի։ Էվոլյուցիան այդ պերսոնաժին ես որ եղավ, շատ հավես էր էլի։ 10 տարի այդ ներկայացումը խաղում ենք, բայց մեկ այլի այդ վախը կա։ Հիմի վերջին չալնելու բադում կողմից ես։ Լավ դե։ Հələ, բանը դա։ Դու ասիր որ քո ֆիլմերը չես նայում։ Էս վայ ոնց ախր Այդ նախատեսված է։ Կոնֆետ միա չեն բերել։ Այս Պաշտոնյան այնտեղ կա, ես ուրեմն գործ չունեմ։ Ես իմ մասնագիտության տղեկ դերասանը։ Ինչ ինձ չի կանչում շուտ։ Պոդքասթ չունեինք։ Բարև ձեզ, եթերում լուրջ քաստնեք եւ մեր հյուրն է այսօր շատ սիրված մեր լավ ընկեր Ռաֆայել Երանոսյանը, Ռավջան, պրիվետ։ Ոտս խերով լինի ձեր գեղեցիկ ու լուսավոր տաղավարը, հուսով եմ ու համոզված եմ, որ լուրջ ոդկասթին այսուհետ էլ ավելի լուրջ մարդ է։ Գնալով լրջան։ Նայ, քեզնից հետո Հովիկ Աղազարյանն է գալիս։ Դե բայց դե դրամասն է ասում, էլի ցավտամ։ Պլանկան կպահեք, բարձր կպահեք, որտես ճիշտ է անգրծ։ Ոնց եք։ Մենք հոյակա, դու ես եկել Ամերիկայից, ինչպես կարելի է դատել քո նոր գլխարկից։ Պատմի։ Իմիջիայլոց էս գլխարկն եմ մենակ Ամերիկայից կարողացել բերել, որովհետև շոփինգի համար գոնե առաջ որ գնում ենք Միացյալ Նահանգներ, շոփինգի համար գոնե լավ էր։ Հիմա շատ է փոխվել։ Հիմա ես ուզում եմ խոսքս փոխանցեմ կամ հղեմ ոնց են ասում աշխարհի դիզայներներին, որ մի քիչ ձեր ճաշակը մի քիչ ուրիշ ձև դարձրեք, չեն կարող ձեր ճաշակով հագնեք, մի քիչ էլ մեր մասին մտածեք, որ չկա լավ բան, որպես դու կարողանաս առնես, որ չես ինչեր են, ինչ որ բան կարճ շալվարներ են, լեն, բան, ինչ որ ուրիշ ձևի բան։ Ապրես, ճիշտ է, կամ էս քիփ ներ շալվար, այնց սովորական։ Ես է բոյով եմ։ Դու էլ բոյով ես։ Ինչ հագնում է չեր սազում ինձ։ Առաջ դից կամ կոլոտացել ենք կամ ինչ որ բան ա եղել։ Այդ որ խանութներն ես գնում որ բան չես։ Բոլոր outlet, գիտես ինչքան խանութներ են մտել։ Ոչ մեկը չի սազում։ Ապա իմանա, ես եկել եմ հասնել մի հատ տարիքի էլ, որ վերևս մի քիչ լեն է, առաջ են 90-60-90 կա, հիմա վերևս մի քիչ հայավարի։ Չգիտեմ ինչի մասին ես խոսում։ Հայավարի մի քիչ դեռ դե փորիկը կա, բան, դե որ մենք տեսողած դերասաններս որ մի քիչ վատ ենք սնվում, ուշուշ ենք սնվում, բգլադիպես մի քիչ շատ ենք ուտում։ Տենց ընդված է չասեմ։ Փորիկը կա արդեն բան մի քիչ ներքևը նեղա փորիկը բան նիստան в общем դեֆորմացած մարդ եմ էլի դրա համար լիքը բան չի սազում ինձ Հիմա որ կա թեմուն, էլ իմաստը մի քիչ կորել է, էլի շոփինգը։ Հա։ Ու մի շուտ ամեն անգամ փոշմանում եմ։ Չէ, մի փոշմանի։ Ուրեմն ես մի հատ բան ասեմ, թատրոնում մի օր նստած էինք, թեմույով այտենց որոշեցի, չգիտես ինչի, այտենց տեսա պլավկիներ, ու ասի պլավկինս բանանեմ օրդեր անեմ։ Քանց ասում եմ վատ միտք է, հենց։ Լսի, վատ միտք է նայ, գրած էր այտենց 1, 2, 3, 4, այտենց ես չգիտեմ, ասեցի դե պլավկի, բարի բան անեմ, վերցնեմ։ Այն մեկը չնե մի հատ բան, կապուտ գույնը, մի հատ սև գույնը, սևը սիրուն չնի կապուտը, բան։ Ոչ մի 10 հատ տենց ընտրեցի, նամենը 3500 դրամ, հետո 4000 դրամ են ինչ որ պիտի տայ։ Ապեր պատվերն եկավ, մեր ամբողջ գյուղի մա պլավկի ակնում, մոտ որպես 1000 հոգի մարդ։ Ապա դες ինչքան պլավկի երեկա, որտեվ ամեն մեկը ուրեմն ես ընտրել էի մի հատ, բայց այդ չմտածել որ այդ մի բլոկի մեջ 15 հատ է։ Իսկ ես 10 գույն վերցրել էի, շեմ 150 պլավկի 4000 դրամով եկավ հասավ։ Հիմա ուզեմ ասեմ, եթե տեսնեք ինչ որ Ռաֆոյի մոտ բուտիկ կանոց, տենց պլավկիների համեցեք իմ մանրամեծացած բիզնեսներ ընթաց կտակ, սիրելի հետևորդներ։ Մեր երիտասարդության ընկեր Վեդի Ալկոն հերիք չես քանտարյան մեր կողքին է, հələ մի հատ էլ նոր պրոդուկտներ ա ստեղծել։ Գինիներ, կոնյակներ, օղիներ, այն ամեն ինչը ինձ ձեր ընտանեկան միջոցառումները կջերմացնի, բայց այդտեղ կարևորը չափավոր։ Արենին եւ Վերնաշենը համալրվել են Old Yerevan եւ Agos գինիներով, որը հիմա էլ կհամտեսենք տարոցնել ձեզ։ Okay, ոչ շոփինգային Ամերիկա, հələ պատմի ոնց անցավ ինչ է Ամերիկան սարել։ անցավ շատ լավ։ Ամեն անգամ գնալով Միացյալ Նահանգներ, եւս մեկ անգամ բացահայտում եմ Միացյալ Նահանգները ինձ համար։ Այս անգամ էլ բացառություն չէր, որովհետեւ աշխատանքն ու հանգիստը տենց համատեղում եմ ամեն անգամ, այս անգամ էլ ունեցա ներկայացումներ։ Առաջին անգամ իմ ընկերոջ հետ Գորի Կիրակոսյանի հետ էքսպերիմենտ արեցինք եւ Վեգասում ունեցանք ներկայացում։ Առաջին անգամ ասել չեմ ասում որ Վեգասում երբեք հայ չի խաղացել կամ ինչ-որ բաներ չի եղել, ուղղակի ticket.com սայթով արդեն փորձեցինք առանց ոչ մեկի օգնությամբ Վեգասում վաճառել արել մենք մեր ուժերով էլ ինչ-որ մեկ զանգեցինք այնտեղ Նարեկ ջան կամ Սիրոկ ջան գալիս ենք ինչ-որ արեք դե մեր խանութում կպցնենք բան այդ տեղից փորձեցինք դուրս գալ արդեն արեցինք մի ներկայացում ունեցա Վեգասում 3 ներկայացում ունեցա Միացյալ Նահանգներ բան Լոս Անջելեսում HBO Ամերիկայի սրահում անցավ լեփլեցում ես գոհ էի հանդիսատեսը էլ ավելի ուրախ
հանգստացանք, տղաներին տեսանք, նոր նախագծերի մասին քննարկեցինք, մեկ ամիս մնացի այնտեղ, կարոտեցի Հայաստանս, որոշեցի վեշերս հավաքեմ ու վերադառնամ։ Այդի դժում է որ վերադառնում ես, չես մնում, բայց մի քիչ պատմի ոնց է հայությունը այնտեղ, որովհետև օրինակ ավելի ուշուշ ենք մենք գնում, տենց մի 2 տարվա ինտերվալներով սովորաբար ու տեսնում ես, որ sense կտրուկ փոփոխությունն է ինչ որ տեղ ունենում սկզբից, ոնց որ մարդիկ մի քաղաքական ուժի էին հարում, հետո ոնց որ ու չես տեսել այնտեղ կտենաս։ Էտել Ին գիտեի վաղուց որ մահացել են տեսա այնտեղ։ Առաջ ոնց էր որ ասում են յուրաքանչյուր երրորդը կամ չորրորդը հայ է, հիմա ասում են յուրաքանչյուրը հայ է։ Շատ են։ Շատ էս վերջի շրջանում անավանդ ես ընդամենը 4 ամիս առաջ էի գնացել, 6 ամիս առաջ էի stand-up for stand-up-ի շրջանակներում գնացել էի եւ այս 4 ամսվա ընթացքում էլ ավելի էին շատացել։ Շատ հայեր կային, այդ հյուրանոցը որտեղ որ մնում ենք, իսկ մնում էին կենտրոնում, տենց առավոտյան ու երեկոյան, այդ առավոտը տենց գալիս էին Նախաճաշի գործից գալիս էին բոլորը հայեր էին, երեկոյան 6-ից հետո արդեն որ դուրս էր գալի, ոնց որ դուրս եկած այնպես մասիվ։ բայց նստած արդեն սուրճը բան տարբեր փուլերից մարդիկ են, իրար հետ կապ չունեցող, պարտադիր չի բոլորը շոու բիզնեսից են։ Չէ, շոու բիզնեսից չէ, յուրաքանչյուրը հայ է։ Նստած են, ինչ բնակավարի, ինչ ձևի, համ ողջունելի է, համ էլ մի տեսակը տենց, որ ես նայում ես ասում ես տենց ես ամենայն դեպս տենց շատ չէի ուզի, որ տենց լիներ։ Ես մարդ միշտ ուզում եմ, որ տենց ավելի լավ լինի ու ավելի բարեկեցիկ կյանքին է ձգտում միշտ, բայց ասում եմ համ ուրախանում ես, որ կան գնում ես այնտեղ հայությունը կա, լավ է, վերաբերմունքը, ուշադրությունը այդ ամեն ինչը, բայց դու տես մի տեսակ տենց համ էլ որ մի քիչ մեծանում ես ու մի քիչ ուրիշ ձև ես դառնում, ասում ես արա դες սենց ինչի պետք է լիներ, էլի ինչի պետք է մնայինք էլի մեր երկրում էլ ամեն ինչն է լավ, մնայինք մեր երկրում, Միացյալ Նահանգներն էլ տենց մի քիչ ուշուշ կգայինք, ոչ չէ եղանա Միացյալ Նահանգները։ Բայց դու համեն լիքը Եվրոպաներում ես շրջագայում, այդ տարբերությունը Ամերիկայի հայության եւ Եվրոպայի հայության, ինչու՞մ է։ Տես, ես երևի թե այն երջանիկներից եմ, որ տարբերությունը շատ չեմ զգացել։ Տարբերությունը կարող եմ միայն ասել մի բանը, որ Ռուսաստանի հայության հետ կապված կարող եմ տարբերությունը ասել, կարող է եւ մի քիչ մոտ է Ռուսաստանն ավելի մի քիչ ուրիշ ձև է, ասել ներկայացումն են անցնում կամ համերգներն են անցնում Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում իրոք այդ կարոտը կա։ Չնայած որ այս վերջի շրջանում արդեն քանի որ այդպես բացված այդ բիզնես առումով բացված արդեն ավելի շատ են գնում քան առաջ նախկինում, հիմա ավելի շատ է գնում ու շատ բաներ կա։ Միացյալ Նահանգներում կարելի ասել ամեն օր ինչ որ մի բան կա։ Լավ դալիճներ, մենաշ ուղղակի առաջվա ինչ որ ակումբներում կամ եկեղեցու դալիճներում, բա տես չէ պրոֆեսիոնալ դալիճներում համերգներ, ներկայացումներ, ինչ որ մանկական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություններ, ամեն օր ինչ որ մի բան կա։ Դրա համար էլ այնտեղ մի քիչ դժվարացել համել, ասել, տոն սախելը, հա, իրոք, այնտեղ էլ է դժվարացել։ Եվրոպան էլ է առումով, այս վերջի շրջանում մի քիչ ավելի շատ է բացվել ու մի քիչ ավելի շատ են գնում։ Ես օրինակ նոյեմբերին է Եվրոպայում համարյա մի 15 քաղաք շրջագայեցի, այդպես մի 20 օրով դուրս է եկել։ Կարելի ասել Եվրոպայի մեծ մասում մեծ քաղաքներում եղա, այնտեղ էլ շատ համերգներ, ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություններ, որը որ ողջունելի է, թող լինի ինչի՞ չէ։ Բայց ուղղակի մի բան կուզեմ կանելես, յուրաքանչյուր երկրորդ ինչ-որ բան է կազմակերպում։ Կուզեի դա մի քիչ շտկվեր, որ ավելի պրոֆեսիոնալ մոտենային հարցին, ավելի Այդ նախատեսված է, այդ շոուի մասն է։ Այդ տզոցը զգում է, ես զգում եմ, որ զանգ բերել են գլուխոս որտեն։ Okay, հանի պետք չի, всё հանի։ Ինչքան նկարեցինք երիկա այդ դրանով։ Չէ, դնգնելը թոմնա։ Ընկլե թոմնա, մնացածը։ Թոմնա արդեն թողսած կանենք, թոմա։ Գիլասս կատոնա։ Որևէ որը։ Այս նկարը հետաքրքիր պատմություն ունի, հա դու ասեցի։ Այս նկարը ուզում էր գարի մոտ, թողեցած մնա էսի, սենց կանենք ուղղակի ստեղից ես մի բանը դզեմ, ապեր որ ամեն ինչ անեմ, որ ձեր վրա ոչի բան չթողեմ, էլի։ Չէ, տենց։ Այսինքն դու գալիս ես մեր մեկը երկուս ես սարքում։ Ոնց։ Վեդի ալկոյի ագոսն է, որը հեսա կհամտեսենք համել։ Դու հեսա կհամտեսենք։ Всё, ես սարքեցի, այս թոմնա։ Ես համել տենց զինազավր հետ քանի որ տենց ես տենց մի քիչ կապերի մեջ։ Դե չարը խափանեցինք։ Չարը մարեց։ Ասում եմ, այս չարը քանի որ մարեց, այս գինին էլ մի հատ վայելեմ ու ասեմ որ դա ուղղակի գինին դա բան։ Բայց շարը։ Կուզեի որ խոսքը որտեղ ես կիսատնած։ Կուզեի որ ավելի պրոֆեսիոնալ մոտենային համերգի կազմակերպիչների։ Ավելի կազմակերպիչներ ավելի մի քիչ գործին պրոֆեսիոնալ մոտիկ կանային, որովհետև շատ մարդիկ են ու ասենք
համերգներ կազմակերպում։ Ասում, որ իրանք մտածելով որ կարան, դե հեսա կանեն, մի քիչ պետք է այդ ամենին մատերիալանքով չնայեն, էլի, որովհետև այնքան բաներ կա, սկսած ասենք դերասանին դիմավորելուց, տանելուց, տեղավորելուց, հյուրանոցը, համերգի կազմը։ Ուզում ես ասած լիմուզինով չէին դիմավորել։ Լիմուզինը չէ, հարցը լիմուզինը չի բանը, կարող ես գնալ դու ասենք սովորական մեքենայով, բայց համերգին պատրաստվելուց ես այս վերջում օրինակ պետք է բարձրաձայնեմ, Բարսելոնայում համերգ էր կազմակերպել ինչ որ մի տղա։ Անունը գիտեմ, չեմ ասում, ուղղակի ասեմ ինչ որ մի տղա, ինչի, որովհետև եթե լսում էլ ավելի լավ, չի կարելի դες մոտիկ անալ էլի։ Համերգ կազմակերպել, գնաց դենք համերգին ասեմ, բա որտե պետք է փոխվեմ, ասում այ դինայ չէի մտածել։ Ասեմ քո կարծիքով ես որտե պետք է փոխվեի։ Միջանցքում ու երթում միջանցքում էլ փոխվեցի։ Որովհետև մի հատ սենյակ դες ինչ է այդ ընթացքում, ասում դե ասում չէի մտածել դες բան որ պետք ասեմ, ոնց դու կանչում ես մարդ ու իրոքի մտքով չի անցել, դե համերգի կազմակերպիչ է, չես մտածել, դե դալիճը վերցնում է, սենյակը պետք է վերցնի, չէ՞, տենց է ընդհանրապես։ Սենյակ չկար, միջանցքում դե տղեկ ջան կանգնեք, ես կփոխվեմ, ոչինչ։ Ու հենց առանց հաջողանալու բան։ Դրա համար եմ ուզում ասեմ, մի քիչ ավելի այդ հարցին պրոֆեսիոնալ մոտ է կանան, յուրաքանչյուր երկրորդը կամ երրորդը չորոշի որ դե այդ ինչա կազմակերպելին բերում ես հետնում է երկրորդ բան, այնքան բաներ կա, սկսած բեմի ձևավորումից, ձայնային էֆեկտներից, լուսային էֆեկտներից, ավելի շատ բաներ Այն որ մենը շատ մինիմալիստական բանով ես գնում, Էլի ստենդափ է, էլի, հա, էլի ես ինչ որ դեկորացիաներով Էլի լավ ասում ես, այս անգամ Եվրոպայում էլ ասենք իմ ինգերոջ անում, գոնե այդպես մի քիչ գործին պրոֆեսիոնալ եմ մոտիկ անում, սակայն ոչ մի քաղաքում խնդիրներ չեմ ունեցել։ Մենակ Բարսելոնայում էլ այս տարի այդպես ինչ որ մի հատ խնդիր եղավ, հագուստի հետ կապված, փոխվելու հետ կապված բան։ Միացյալ Նահանգներում արդեն այնտեղ ասում կա լավ թիմ, բոլոր ընկերներս այնտեղ են, ասում այդ առումով ոնց որ այդտեղ բանը Բոհեմ թատրոնում ներկայացում խաղամ էլի գնում ես այնտեղ միանգամից Դեմքի տղաները, Վահագը, Վարդանը Հակոբյան, չգիտեմ Կարենը, Գոռը, Կիրակոսյան, բան այնքան պրոֆեսիոնալ մարդիկ կան այնտեղ, որ եթե մի քիչ էլ այդպես բան ունեմ, չեմ ելնի խաղալ, ու կասեմ իմ տեղը խաղացեք, այդքան պրոֆեսիոնալ մարդ կա այնտեղ կողքս կանգնացել։ Դες իրադարձություններին ու դες քաղաքական կտորներ էլ կան ներկայացման մեջ, այ Եվրոպայում ոնց է, իմ մոտ միշտ տպավորության որ Ամերիկայի հայերը ամենաշատն են հետևում, թե Հայաստանում ինչա կատարվում, հետո նոր Եվրոպայի հետը երևի վերջի այդ բանում Ռուսաստանի հայերը Հայաստանի դրանով ապրում են, գլխավոր դերերում են սա։ Հայաստան դրանից վեճը չի, չէ՞, դες չէ։ Այդ մասը նորմալ անցնում էր, այսինքն տեղյակ են, հետևում են ինչա կատարվում։ Յուրաքանչյուր քաղաքական բանին ենթատեքստ կլինի կամ ինչ-որ նմանակում կլինի, իսկ ես իմ ներկայացումների մեջ միշտ տենց փորձում եմ տենց հումորով այն ինչ հարցը որ ուզում է ինձ կամ մեզ բոլորիս փորձում եմ դրան անդրադառնալ, իսկ մեզ շատ հարցեր են ուզում, դրա համար կարելի ասել ներկայացման 70%-ը տենց լինում է ստացվում ոնց որ քաղաքական լինի։ Նայ, սենց մի հատ բան կա։ Դալիճից զգում ես ով որ կուսակցությունից է։ Այդ կա։ Երբ որ դու ասենք մարմնավորում ես, ասենք, չգիտեմ, փորձում ես, ասենք, վարչապետի նմանակումն անել կամ նմանակումը չէ, ինչ-որ բան ես, որ ուղղված է դեպի վարչապետը բան, ասենք ընդդիմադիրներին եթե բան ասան, Վարդան Ղուկասյանի մասին ասում ես, Դե ունիվերսալ է ասում։ Գիտես ինչ ձև է, Վարդան Ղուկասյանի պարոդիան երբ որ ես անում եմ իմ նախորդ ներկայացման մեջ, ես Փալևանի մեջ չունեի նմանակում Վարդան Ղուկասյանի, Փալև էվոլյուցիա ներկայացնում ունեի մի կտոր, երբ որ տենց մեր էպոսը փորձում էի իբր ներկայացնում է Վարդան Ղուկասյանը տենց վերցել էր գցել գայջում ապրել Ռաֆոս բանի շերտացիան բաներ որ եմեր այտա Դավիթ այտա Այդտեղ ինչ-որ դալիճը գիտես ինչ է լինում, թեստ է, թե միացյալ Դե ճոգմեն որ բոլորն էին նայում, էլի։ Ապա նայում են ու պրիտոմ կանայք են ավելի բան դալիճում գերակշռում որպես հանդիսատեսուհի։ Ու ասենք հասկանում ես որ կանայք լուրջ այդ մարդու տես վիդեոներին հակած էին ու նայում էին։ Դասկանալի, գիտեն ինչի ինչոց ասենք։ Դուրը փագի այդ ռուշկեն թող որ արտահայտություն կար, չէ՞, դու ասում ես ռուշկեն թող, յան գիտես ոնց են խնդում, յան գիտեն դա ինչի մասին է։ Ես վերջին ներկայացա մեջ չեմ խոսացել տենց բաների մասին շատ։ Մի երկու տեղ կար տես թեթև գծիկներ։ Բայց էլի տենց անցնում էր։ Իսկ ոնց ես դու զգում, իրանք ինչ են ավելի շատ ակնկալում, ուզում են Հայաստանում կատարվողի մասին ինչ որ խոսած բեմից, թե ուղղակի հայկական մոմենտներից։ Այդ անցելը։ Ես քեզ մի հատ sense բան ասեմ։ Ինչ որ բաներ է փոխվել։ Ինչ որ բաներ է փոխում ու շատ շուտ է փոխվում, էլի ինչի։ Քանի որ
ամեն ինչ քաղաքականացված է, ասեմ մտնում ես սոցցանցերում քաղաքականացված է, դուրս ես գալի քաղաքականացված է, հեռուստատեսությամբ քաղաքականությունից են խոսում, փողոցում այդ կռիվը, միտինգը, բան, մարդիկ իրոք այս վերջի շրջանում ամենայն դեպս գոնե հոգնեն են, շատ չեն ուզում, ասենք, բեմից քեզանից էլ լսեն դրա մասին, խոսեն դրա մասին։ Դրա համար այս վերջին ներկայացումը ես մի քիչ ավելի կենցաղային հումորով, հարց եւ կիսուր հարաբերություններ, ավելի հանգստի թե մենք ոնց են գնում, ինչ ձև են գնում։ Ճիշտ է, ինքը ներկայացումը կոչվում է Փալևան, ես վերջում բերում եմ մի հատ ինչ-որ բանով, խոսում եմ, որ դե Լարա խաղաց չի, էլի Փալևանը դա Լարա խաղացը չի։ Ասեմ, մեզ բարագիծ է մնացել, որը ձգվում է ընդամենը 28900 քառակուսի կիլոմետր, մենք էլ լարի վրա Փալևանից զգուշ կարում ենք, որ չընկնենք կամ աճ կամ ձախ, հարաբերություններ են տանում ու վերջում բացահայտում են, որ ասենք Փալևանը դա Լարա խաղացը չի, Փալևանը դա ըմբիշն է, ու իրոք այդպես նստեցինք, այդպես մտան Google-ով, բան ինքը այդպես։ Այ իսկականից Հա, իսկականից այդպես է, ըմբիշ է ինքը, Փալևանը դա ըմբիշն է, Որ ինչ գործում է։ Պարսկաստանում այդ մեծ ուժեղ մարդիկ են, այդպես ինքը այդպես բանը, Փալևաններ, այդպես է կոչվում, որ իրանք բան են արել, այդպես ու այդպես վերջում բան ആണ്, մենք մեր տեսակով, մենք մեր հայերով մեր տեսակով մենք ըմբիշ ենք հոգուց, ուղղակի հիմա չգիտես ինչի ժամանակավորապես դարձել ենք Լարա խաղացել։ Լեսի, բայց դու մի քայլ հետ անենք, դու միշտ չես ներկայացումներ արել։ Ես հիշում եմ, տենց սկսեց տարբեր ինչ-որ հաղորդումներ, սկեչեր, կինոներ, բան, այ ոնց է տեղից մտար բեմ ու տենց մանավանդ մոնո ներկայացումներ, այդ ոնց է տանցումը եղավ քո մոտ։ Ես ուրեմն արդեն 20 այս տարի աշունը սեպտեմբերի 15-ին լրանում է իմ 20 տարին պրոֆեսիոնալ բեմ, որ ես 20 տարի թատրոնում աշխատում եմ, արդեն պրոֆեսիոնալ բեմ։ Վաստակավոր ես։ Արդեն 20 տարի կամերային թատրոնում եմ աշխատում եմ ու սիրում եմ իմ թատրոնը շատ։ Ոնց եղավ։ Տարբեր դե պրոյեկտներ, թատրոնը, հետո Կարգին հաղորդումը, հետո առանձին Անդոյի տարբեր հաղորդումները, որպես հաղորդավար, ասե TV5 ալիք կար։ Կարող չի, թե գիշեք TV5-ը գիշեք, ինչ լավ է, TV5 ալիք կար, TV5-ով բարելույս էինք վարում, հետո Կարգին սերիալ, հետո 32 ատամ, հետո դրանից հետո արդեն սիթքոմներ, Քարեդարդ, ու սենց էլ Կողքնեք նկարում։ սենց ինչ-որ սենց բաներ։ Կամերային թատրոնում դե ես ինձ ավելի շատ լավ զգում եմ ես ինձ բեմում։ Իմ բոլոր ընկերները գիտեն, որ ես ավելի շատ եմ նախընտրում բեմը, քան ասենք ֆիլմը կամ հեռուստա նախագծերը։ Բեմ ամեն օր ներկայացում լինի կխաղամ։ Հետո այս վերջերս Բոհեմում օրը 2 անգամ եմ խաղում Փալևանը։ Կամերայանում մի պա տենց օրը 3 անգամ ներկայացումները խաղում էինք, այս վերջերս տենց օրը 2 անգամ Բոհեմ թատրոնում սիրում եմ բեմը։ Չեմ հոգնում, ինչքան ուժասպառ լինեմ եւ սովորել եմ բեմ, վերջ։ Ամենաշատը ինչից ես հաճույք ստանում, բեմից, թե կինո, թե բեմից, որովհետեւ այդ արդեն ռեալ է։ Իսկ ես իմ տեսակով ռեալիստ եմ։ Միանգամից, հա, Միանգամից տեսա, արձագանքը։ վերցեցի, ստացա, կերավ, զգացի, ծապերը վայելեցի, բեմից իջնում կարող գնամ 20 րոպե, տենց անջատված, տենց մի հատ վերականգնվի օրգանիզմս։ Բայց եթե կեժամ հետո ներկայացումը սկսեն, էլի նույն տրամաբանությամբ, էլի նույն ձև, կարող ավելի լավ բան հանդես կա։ Բեմն էլ ավելի շատ եմ սիրում։ Ինչպես եղավ այդ էվոլյուցիան, որ ես արդեն որոշեցի մենակ խաղամ, ես իմ առաջին ներկայացման մեջ տենց է սկսում է, էլի, որ ինչի ես որոշեցի մենակ խաղամ ներկայացում։ Քանի որ առաջին ներկայացումս կոչվում էր տրաֆիկ, ու սենյակ թարգմանել որ տրաֆիկ, խցանում, բան սենց, ասում եմ դե մեջ էլ է տարիների ընթացքում տենց խցանվել է եւ հայ գլամուրեն ասած այսօր տրաֆիկով որոշել եմ ձեր մոտ հումորի տեսքով, հա, հումորի տեսքով բան։ Այն ժամանակ կամերային թատրոնում որ տենց անընդհատ ինչ-որ հավաքում ենք այդ մեր տենց ուտուշ խմուշտեն որ սկսում էի տժժալ ինչ-որ նմանակումներ, ինչ-որ թեմաների մասին խոսալ, բան Արշը միշտ ասում էր ապեր, ինչի դու առանձին ներկայացում, մոնո ներկայացում չես անում։ Միշտ ինձ թվում էր որ ես չեմ կարող, որովհետև իրոք դժվար է, երբ որ դու բեմում լինում ես մենակ։ Այդ վախը այսօր էլ կա, ամեն անգամ ներկայացում, տես արդեն 4-րդ ներկայացումն եմ ես անում։ Չէ, 4 չէ, կներեք։ Տրաֆիկ էվոլյուցիա, դեպս հա 4-րդը։ 4-րդ ներկայացումն եմ անում, ամեն անգամ ներկայացումը սկսելուց, երբ որ ես պետք է նորից ոնց որ պրեմիերա խաղամ։ Իմ մոտ կա վախ։ Ինձ մոտ ես առաջին անգամ մի հատ նոր բան եմ բերում հանդիսատեսին հրամշել, որ ես այս անգամ նորովի եմ հանդես գալի, դե մի հատ էլ ինձ որոշեք լավն եմ թե վատն եմ։ Այդ վախը միշտ մեկա կա, այսօր էլ ներկայացում եմ կամերային թատրոնում, 10 տարի այդ ներկայացումը խաղում ենք, բայց մեկա էլի այդ վախը կա։ Այտենց չգիտես ինչի որոշեցինք Արմենին Վարդանյան զանգեցի, ասի Արմեն ջան, սենց
ասաց հա շատ լավ բան ես մտածել, որոշել, կայֆա թույնա, դավայ կապնում ենք բան, սկսեցինք իմ պատմությունները բան, սիրուն ես պատմում էի գյուղից, ստեղից, ընդեղից բան, Արմենը այդ ամեն ինչը սիրուն կոնսպեկտավորեց, գեղեցիկ այտենց ոնց որ փաթեթավորեց, ավելի սարքեց թատերական, տվեց ինձ ու այտենց մի բնավորություններ կային մոտ, յուրաքանչյուր գործ սկսելուց տարբեր մարդկանց մոտ, ոնց որ չիտկա ասած ընթերցում եմ, թատրոնից ընկերների մոտ, բան քուչիս ընկերների մոտ, պրոդյուսեր ընկերներից մոտ, բիզնեսմեն, այդպես կարդում եմ մի հատ, որ իմանամ ընդհանրապես ինչ ձևի մարդիկ ինչ ձևի արձագանքներ են տալի։ Ու տրաֆիկն էլ երբ որ անում էի ու այտենց սկսեցի թատրոնում էի փորձեն անում, բան ու իմ թատրոնի ընկերներն էլ օգնեցին, բան ու այտենց որոշեցի, որ համել կարելի է փորձել մենակ, բայց դրա հետ մեկտեղ ես այտենց չեմ որոշել, որ վերջ ես այսօրվանից մենակ եմ, էլ ոչ մի բան չեմ անում։ Չէ, կամերային թատրոնում այսօր ունեմ ներկայացում, հետո շատ եմ սիրում թատրոնը։ Ոչ հումորային, դրամատիկ, սովորական։ Դրամատիկ դե ներկայացումներ ունեցել եմ դե նայ հումորային որն է, հումորային ասելով մի քիչ բան է։ Դե հումորով է լուրջ բաներ ներկայացնել դե մեկը հումորը կա, հա, բայց դրամատիկ ներկայացում ունեցել եմ մի ներկայացում ունենք 2014 թվականին մեր ընկերը Գոռը Մարկարյան աշտարակ թատրոնի գեղարվեստական ղեկավարը Գոռը Մարկարյան բեմադրեց, խաղում ենք ես ու իմ տաղանդավոր գործընկերուհին Լուիզա Ներսիսյան, կոչում էր ամնեզիա ներկայացում, ու այնտեղ մարմնավորում էի լրիվ, ասենք, ոչ մի հումոր չկար, ոչ մի բան չկար, մարդ, որ ինքը այդպես ոչ մի բան չի հիշում, տղա կորտ մոռացել է ամեն ինչ բան, որ կին ուզում է սպանի, որ մի խոսքով սես ներկայացում բան, այդտեղ էլ եմ ինձ փորձել։ Բայց նայ, լիքը հումորիստների կամ հումորի հետ առնչություն ունես մարդկանց մոտ միշտ այդ ամբիցիան կա ապացուցել, որ ստեղել այս full դրամայում էլ կամոտ էդի կա չկա, որտեղ ինձ թվում է դու sense գժանալ sense լաջեի գլնես էլի sense ինչ-որ կինոյում, չէ, դե Ջաֆարը ինքը всё-таки տենց բան է, էլ չեն ես լրջով լաջեի էլի, չգիտեմ, բանը։ Ես չարեմ։ Молчание ягнятот, էլի, այսպես ինչ-որ։ Ես չունեմ այտենց, կստացի կարող է ես եմ մի քիչ ուրիշ ձև։ Այդ խնդիրը ասեմ կամ այտենց այդ բանի մոտ չկա, որ ես պետք է երթեն պետք է իմասելիքը խոսքից առաջ մի հատ գիտեք սես բանը չունեմ մոտս ոնց կամ այտենց է օրինակ ես շոկի մեջ էի որ դու Վազգեն ֆիլմում էիր սես որ սես բան ու հետո այդ էվոլյուցիան այդ պերսոնաժին ես որ եղավ շատ հավես էր էլի ու այտենց ոչ մի ակնար ես իմ մասնագիտության տղեկ դերասան եմ ես իմ մասնագիտության եթե չգիտեք դերասան եմ Իսկ դա նշանակում է որ դու պետք է կամ ոչ թե դու պետք է համ դու էլ պետք է փորձես համ էլ ռեժիսորն էլ ու ես երևի թե այն երջանկներից եմ որ միշտ աշխատել եմ տաղանդավոր մարդկանց հետ տաղանդավոր գործընկերներ եմ ունեցել ու ասենք փորձել են իմ մեջ համ էլ մի հատ ուրիշ բան բացահայտել իսկ ես սիրում եմ այդ փորձությունների մեջ մտնել ես սիրում եմ ամեն անգամ ինչ որ նոր ձև մոտ չեմ ուզում կամ չեմ բանում որ միշտ այնի արել եմ մի հատ էլ դրանից անեմ բան չէ արել եմ դրա հաճույքն անել եմ արդեն հիմա որ ինձ ասեն արի մի հատ 32 ատամ ենք նորից հավաքում ենք անենք բան ես չեմ ուզի որտեվ դա արեցի արդեն այդ տարիքում էր դա արեցինք բրցան կարգին հաղորդում սկեչեր կարող գնամ որպես հյուր նկարվեմ բայց ինձ տան մտենց կարգին հաղորդման սկեչեր նկարվեմ էլի չանցավ այդ արդեն անցավ կամ միշտ խաղաց նույն ներկայացումը 25 տարի խաղաց նույն ներկայացում մենակ էդի խաղաց դա ես մի հատ բանն եմ արել ասենք ես ներկայացում եմ արել 25 տարի 30 տարի խաղաց այդ ներկայացումը միշտ փորձում եմ ինչ-որ ուրիշ բան անել ուրիշ ձև ներկայացումը սարքել էկրան բերել էկրանի հետ խաղալ ուրիշ ձև մոտենալ ուրիշ դիրքով սկսել երգել պարել ամեն անգամ տեսակս ռաֆոն ընդհանրապես բեմի վրա չի փոխվում դե ռաֆոնը չի կարա տենց բաղը տենց բանը Դեյվիդ Կոպերֆիլդի պես թռնելով այտենց մտիներ չնայած որ չի բացառում 2-3 տարի հետո էդ է լինի արդեն այդ շրջագայությունների վտանգավոր է շատ լսի բայց խոսալուց առաջ ձայնագրելուց առաջ դու ասիր որ քո ֆիլմերը չես նայում հա հələ մի հատ պատմի օ ես բան եմ ինձ չեմ սիրում լսել ես հիմա պոդքասթում իշքան են մարդիկ այտենց չեն ուզում ինձ այս բանը ասեմ ու մտածեմ ինչ եք ինձ կանչել ընդհանրապես ես ինձ չեմ կարողանում լսեմ ինձ ես ինչ ֆիլմում որ նկարվել եմ որտեղ որ ասենք չգիտեմ տեսահոլովակ կլինի երգ կլինի ես մի անգամից ավել չեմ նայել ես նույնիսկ ազնիվ գողեր ֆիլմի երբ որ պրեմիերան եղավ ես ազնիվ գողեր ֆիլմին ուրեմն եկա այդ կարմիր ոչ ոք դրա մասին չգիտի հետո եմ գորեն ասել եկա սիրուն տես նայ եկա բան է դեմ այդ կարմիր գորգը բան չա վայ ինչ լավ է վայ սեմ հայ դա գնացի կամերային թատրոն ներկայացում խաղացի եկա կինոն բրտավ ես հա բայց չգիտես կինոն դες բոլորը ոնց էր հավանեցի բան արա շատ լավն են պապա բայց ես չգիտեի ինչի մասնա խոսքը բան հետո նայեցի կինոն նույնիսկ Սևազգեստ կանայք
ուշ եմ ավելի Հետո նայել։ մենակ, հետո ընտանիքով, թե Չկա, տես բան է որ վերջի զանգի կաստի պես ով գալիս է տունը դնում են գլեկեք նայեք բան, տես բան չկա։ Լուրջ չեմ կարողանում։ Մի անգամ նայում եմ ուղակի, որպեսզի հասկանամ իմ սխալը, ինչն եմ սխալ արել, ինչն եմ ճիշտ արել, ինչ ավելի ուրիշ ձև կանեի, այս բանը սենց կանեի, բայց որ անընդհատ դնել, նայել, անկեղծ ես տենց ինձ չեմ սիրում շատ նայել։ Մի անգամ ես նույնիսկ այս վերջերս մոտս մի հատ բան ամ մտել ամել, ներկայացումները չեմ կարողանում շատ նայել։ Բան կա մոտս, սենց ներվա մտնում մեջս, որ գնում եմ ասել ներկայացում նայելու։ Սենց կեսից ոնց որ բացահայտում եմ արդեն ներկայացման կուլմինացիան եւ ինչ պետք է լինի, ոնց պետք է ավարտի բան, ու ոնց որ դու արդեն վերջը գիտես, ու դες ուզում ես դες հելես դες ժողովուրդ արեք շուտ բան, սենց արագությունն է մեջս մտե, որ դες չգիտեմ։ Դերի մասնագիտական Հա։ Դրա համար ինձ թվում է մի քիչ երևի թե մի քիչ էլ տենց օտպուսկ է պետք, հանգիստ է պետք։ Փառք Աստծո, ասենք ու կա գյուղը, ես երբ որ տենց իմ մոտ լճանում ա շատ, տղեկն ասում են ապեր քո գյուղ գնալու ժամանակն է։ Ես մի 2-3 օրով գնում եմ գյուղ, հեռախոսս անջատում եմ, ասենք տղեկը գիտեն, որ ինձ պետք է այդ բան լինի, ինձ գիտեն ոնց գտնեն բան, բայց ոչ մի զանգի բանի չեմ պատասխանում։ Գյուղում իմ համար գյուղի ընկերներիս հետ, տանը խորովածը բան մի հատ ուրիշ բանի մեջ, այդ ջուրը տվեցին, այս տարի ցոգոլը քիչ եղավ, բան ծիրանը բան, այս ուրիշ բաներ եմ լսում մի հատ, այնց լրիվ ուրիշ բան, իմ հետ ընդհանրապես կապ չունեցող։ Նույնիսկ հերոստացույց չեմ նայում։ Մենք մի անգամ հիշում ես, եկան մեր պատահական այո, հեծանպատական չէ, ցելով եկաք մեր տուն, ցավոտ 30 հոգով։ Ոնց այն Ռաֆոն չէր, այլ այդ գյուղի բնակի 30 հոգով եկել եք կանֆետել չէիք բերել մի հատ, հիշում եք։ գերերից ենք ու ջուր 30 հոգով հեծանիվով եկել էին մեր տուն, 30 հոգով ու հարուստ։ Ամեն մեկի հեծանիվը $15,000 էր։ Հագուստի մասին էլ չասեմ։ Ընդհանուր այդ հեծանիվներն ու հագուստը ու ամեն մեկի, ասենք, ուղղակի պլեն վեկալ էինք, ասենք, չենք թողում։ Գյուղացիքով հավաքվենք, ասենք, այս մարդկանց պլեն ենք վեկալու։ Դες մեր գյուղի մեջ ձև կապրեր։ Շատ ավելի լավ։ Բայց կանֆետ մի հատ, Սիրոջ ջան, կանֆետ մի հատ չէին բերել։ Դե միս անգամ վստահ եմ, միս անգամ կբերեն արդեն, էսի դասը։ Պետք է մի հատ հատուկ բան անենք, պրովիզիայով են հետևի գրպանները։ Արամը միշտ գալիս է, կանֆետները բերում, արամը միշտ գալիս է, արամը։ Մեր տեղը փաստորեն։ Եթե հետևում եք մեր հաղորդումներին, լսած կլինեք Tech Startup սերիալի մասին։ Այդ մենք ենք գրել, նկարել ու հիմա հանձնում ենք ձեզ։ Այն կարող եք դիտել Wing Online կինոթատրոնում, այս բան արդեն 4 թե 5 թե ավել սերիաներ նկարած են, կարող եք միանալ ողջ սեզոնը 8 սերիա դիտել այնտեղ։ Բաժանորդագրվեք Wing-ին հենց հիմա, որպեսզի դիտեք հենց հիմա։ Հենց մեզ։ Ռաֆ ջան, ո՞րն է քո կյանքի մեծ պլանը։ Այսինքն դու պատրաստվում ես, ուզում ես այդ BM ներկայացումները այդ ուղությամբ գնաս, այդ է քեզ ամենաշատ հաճույքը բերում, թե ինչ-որ sense ֆիքսել ես մի հատ ինչ-որ պահի մի հատ այս sense ուզում եմ Большой театр լցնեմ ու դա կլինի մեծ ոնց որ բանը։ Հասկացա։ Դեպի ուր ես ձգտում։ Այս վերջերս արդեն ապրում եմ այսով։ Չգիտեմ վաղ ինչ կլինի, ասում եմ պլաններ չկազմեմ վաղվա հետ կապված։ Այս պայն էլ դրությամբ չկան այդպես ինչ-որ բաներ, որ մի հատ թատրոն սարքեմ, ես իմ թատրոնն ունենամ, ես այդպես արդեն Թատրոն, ստուդիա, ինչ-որ տես։ Չէ, միջև վերջին օրը, եթե օրգանիզմս ու միտքս ինձ թույլ կտա, կլինեմ բեմում, կխաղամ բեմում, կամ կնկարահանվեմ ֆիլմերում։ Դա հաստատ է։ Հա, այդ կա առանց բեմի եւ առանց նկարահանումների չեմ կարող ապրել։ Բայց թե այտենց որ մտածել եմ, վայ, ես իմ անկյուն ունենամ, բան, այտենց թատերական խմբակս ունենամ, իմ թատրոնը լինի, բան, այտենց բաներ մտքովս չի անցել ու չի անցնում ու Աստվածտա չանցնի երբեք։ Ռաֆայել Երանեսյանի հումորի եւ բեմական խոսքի դպրոց էլի։ Ասենք կարող այտենց ապագայում կայֆ կներ, ասենք այտենց մեծ կղզի ունենայի, այտենց խաղողի այգիներ ունենայի, այտենց իմ համար այտենց ձիով, սպիտակ մազերով մարդ, այտենց ռանչոներում գնում են այտենց գինին կվերցնեի, այտենց կգայք ինձ մոտ հեծանիվով, Արեգ ջան, ասես գինին չանցնենք, պանիրը բանավապ, պորկե, այտենց ինչ-որ բաներով կխմենք։ Կղզիների մասին հայտնվելու մասին այտենց շատ մի բան էր, մի օր կարող է իրականանալ, այտենց հայտնվես կղզի վրա։ Իրականություն կա դրա մեջ։ Ծիրոք ջան, հələ չունեմ այտենց բաներ։ Խաղում եմ, սիրում եմ բեմը ու չեմ ուզում ասեմ վաղը ավելավա sense չանեմ, երբեք չասեմ երբեք։ Չգիտեմ ինչ կա լինու, վաղը ինձ ձև փոխվի իմ աշխարհը հայաց արդեն։ Այս պայդրությամբ մտքեր չկան նմանատիպ։ Մի պահ կար, որ ուզում էինք տարածք վերցնենք եւ թատրոն բացեինք, ավելի տենց մի քիչ ուրիշ
ստանդարտների, մի քիչ ավելի ժամանակակից, իր բեմի բան, տենց պատտվելը, բեմը, ասենք, լիքը բաներ, էլի որ մի քիչ տենց որ գնում ես նայում ես այդ Cirque du Soleil բան գնում ես նայում ես տենց ասում ես տենց կստացի կներեք շեղեմ անցած տարի ուրեմն Արամի ծնունդին գնացել էինք Վեգաս դուրս եկանք Cirque du Soleil ներկայացումներից էինք նայում բան տենց դուրս եկանք բան ասի դες նույն ասի մեր մոտ էլ կարամ անեմ ես մեր մոտ էլ կարելի անել ուղղակի մենք այսքան բաներ տրոսներ չունենք մի անգամ մարդը քաշելա հանելա բան ասեն տրոս չկա տրոս օրն է հարցը գլուծվի ճիշտ է տենց չէի ուզում տենց մի հատ տեղ ունենք բայց ասում են ինչի՞ չէ մեր մոտ է լինի որպեսզի դու կարողանաս ընդեղից ինչ որ ներկայացումներ բերես որտեվ ստանդարտներին շատ մեր թատրոնների բեմերը ստանդարտներին չեն համապատասխանում դրա համար շատ անգամներ մենք չեն կարողանում ասենք տենց գեղեցիկ սիրուն եւ տենց քիչ ավելի action-ոտ ներկայացումներ վայելել էլի հա նույնիսկ բանը օթափողություն չկա հիմա մեր թատրոններում շատ քիչ թատրոններում կա որ կա օթափողություն որն էլ կա չեմ միացնում որին էլ ուզում են կպնեն ինչ-որ բան փոխեն ու հա որ մեկն էլ ուզում են ինչ-որ մի հատ բան փոխեն վայ ես ինչ եք անում ես ինչ ես վայ ոնց ախր այդ ինչ ոնց կարելի է ասենք դու գիտեք որ այս պատը անցնելուց տենց բանը տենց այս բան հասկանալով որ արդեն 21-րդ դարն է եւ այդ բեմը իրոք փոխել է պետք արդեն որովհետեւ կամերայում մի հատ ներկայացում ունենք հիմա նորից պրեմիերան պետք է լինի մի քիչ ուրիշ ձևի փոխած արդեն Ալբանիա պլյուս այդպես է կոչվում ներկայացումը ընդդեմ մի հատ բան կա որ ամենավերջին եւ ամենասկզբից առաջի գործողության եւ երկրորդ գործողության առաջի գործողության վերջում եւ երկրորդ գործողության սկզբում մտնում ենք սաղով ասում ենք այս բեմը քանդելա պետք թե չէ հետո նստված կտա առանց լոմ չի ստացվի լոմ ուր բան ու ներկայացում պրստում էլ երենջակ են այս բեմը քանդելա պետք թե չէ հետո նստված կտա ու կան լիքը մեր մշակութային օջախներում թատրոններում ասենք օպերայի դալիճը բան շատ տեղեր կա որ պետք է մի քիչ ուշադրություն դարձնեն ու մի քիչ ձևափոխեն, մի քիչ վերանորոգեն, օթափողության հարցը լուծեն, այնքան բան կա լուծելու։ Ամերիկայից ահագին ոնց գնում ենք ինչ որ ձևով Ամերիկայից ահագին փող բերեց։ ինչ որ ձևով գնում ենք Ամերիկայից փող բերեց ու կեպկեն։ մեկ մտքերն ումա գնալ այնտեղ ոնց որ շատ շոու բիզնեսի մարդիկ տենց ինչ որ գայթակղություն կա փոքրիկ Էլի կփորձեմ ասեմ երբեք չասեմ երբեք նախադասությունը։ Այս պայդրությամբ չկա նմանատիպ միտք, որովհետև ես իրոք բացի իմ գործից ուրիշ ոչ մի բան չեմ կարող անեմ։ Չկամ ուրիշ ոչ մի գործում չկամ ասենք ընդդել վատ չի ատվյորկա չեմ կարող ասենք վերցնեմ շուտ բան ձգեմ։ Դե collision center-ում չես աշխատելու։ Դե դրա համար նկարը ձեռը տա ոչ թե պատին։ Իսկ այնտեղ իմ գործից բացի ուրիշ ինչ անեմ։ Գնամ մտնեմ ամերիկյան շուկա, հա, փորձեմ կամած։ Ես չգիտեմ, օրինակ քո տպավորությամբ տեսնում ես շատ գործընկերների, հա, ոչ թե իմ ընկերներն էս կարոտեն հիմա, կարոտով են բեմին, իրոք կարոտով են, որովհետև այնտեղ շատ այտենց իրոք ջան։ Ուրիշ ռիթմի մեջ է։ Չկա ուրիշ ռիթմի մեջ են։ Ասենք այնտեղ որ գնում ես մի քիչ ուրիշ ձև ես դառնում, մենակ բեմով չես կարա, մենակ ներկայացումով չես կարա։ Կողքից ինչ-որ բաներ անես, որովհետև այնտեղ այդ բիլերն, թիկետներ, հազարը մի բան կա, էլի։ Հազարը մի ծախսերը շատ ավելի շատ ու ահռելի է։ Ասենք մենակ նկարը հանումով ու մենակ ներկայացումներ կամ ինչ-որ բաներով դու չես կարող ապրել կամ ընտանիքդ պահել, դրա համար շատ անգամ մարդիկ իմ ընկերները, նույնիսկ իմ ընկերները գործի իրանց գործի բերումով որ փոխում են իրենց մասնագիտությունը, մի քիչ ավելի ուրիշ տեղ են գնում։ Իրոք անում են նրա համար, որովհետև չեն հասցնում ապրել։ Իսկ Միացյալ Նահանգներում եթե դու այդ ռիթմի մեջ չընկար ու այդ ծախսերը չկարողացար տալ, դու չես կարող ուղղակի այնտեղ ապրել։ Սովորական մինիմալ ոնց ենք մենք այստեղ ապրում։ Լավ, իսկ եթե ծախսերը հանած, այնտեղի տենց ընդհանուր մարդկանց տեսակ, տրամադրություն, այնտեղի տենց էներգիան դուրս գալիս է, տենց արագությունը Ես այնտեղ որ գնում եմ, թե Միացյալ Նահանգներ, թե Եվրոպա, երբ որ գնում եմ, ես ավելի շփվում եմ իմ ընկերների հետ։ Ասեն շատ այդպես ինչ-որ հելնել դուրս գալ, պատտվել, հայաշատ տեղերում, բա ոչ թե նրա համար վայ կոռոզիոն բան, չէ, ավելի այդպես իմ ընկերների հետ կամ ավելի կփորձեմ օրինակ Եվրոպայում, երբ որ մենք գնում ենք Եվրոպա հյուրախաղերի, արդեն իմ ընկերներն էլ գիտեն, ընդեղ էլ իմ ընկերները գիտեն, որ այդպես ավելի ինչ-որ մի բան պետք է բացահայտվի, ասել գնալ մի հատ ինչ-որ պատմական տեղ, մի հատ ինչ-որ պատմական շենքի մոտ վերցնել հյուրանոցը, որպեսզի դու լուսաբաց ընդեղ դիմավորես, գնալ ինչ-որ պատկերասրահ, գնալ ինչ-որ մի հատ շատ հին տեղ, որտեղ առաջին անգամ այդտեղ պիցցա են սարքել, բուրգեր են սարքել կամ բան ստեյք են սարքում, որտեղ որ խոսք օրինակ
սենց ինչ-որ տեղեր է փորձում, որ աղբերը մի հատ էս քյաբաբը բան փորձում դե այդտեղ ապրում ենք այտենց։ Նույնն էլ Միացյալ Նահանգներում է, երբ որ գնում եմ Միացյալ Նահանգներ, այնտեղ դե ամեն երեկո տղեկի հայաթում ինչ-որ պետք է հավաքվենք, բան այտենց նստենք, բան, բայց երբ որ ինչ-որ տեղ պետք է գնանք Վեգաս, ասենք այնտեղ որ շեղվում ես մի հատ ինչ-որ գյուղ կա, գնալ մի հատ ինչ-որ ստեղ որտեղ ինչ-որ մի հատ Այլ մոլորակայինների մի ամբողջ քաղաք կա։ ինչ-որ բան, ամեն անգամ գնալով փորձում եմ ինչ-որ մի բան բացահայտել, բայց քանի որ Միացյալ Նահանգներ տարին գոնե 2 անգամ գնում եմ, այս վերջերս արդեն այն որ տենց ուր գնացինք, ասի տղեկ ստեղ եղել եմ արդեն։ Հիմա պետք է արդեն մի քիչ փոխվեմ դեպի տենց ավելի Նյու Յորք, հյուսիսել, ավելի գնաց մի ուրիշ բաներ տնա, որովհետև արդեն ոնց աչքդ արդեն գլենդելից չեմ ասում կշտացել է, բայց տեսել ես, այն ինչ որ պիտի տենար գլենդելում եւ շրջակա տարածքներում արդեն տեսել ենք ու վայելել ենք, էլի։ Հիմա նոյեմբերին ինչ որ էլի ծրագիր կա գնալու այնտեղ, այս անգամ այտենց Վահանին էլ ասեցի, որ ավելի լավ է գնանք ու մի քիչ շեղվենք դեպի հյուսիսի կողմ, էլի գնանք տեսնենք այնտեղ Նյու Յորքում ինչ կա, ոնց են անում, ինչ չեն անում, ընդհանրապես այնտեղ մեր հայերը ոնց են։ Okay, իսկ փողոցում մարդիկ մոտենում են, ասում են հմի վերջի ինչ ալնելու, բա դու կողմից ես, բա դու խիչես միանում ստեղ, խիչես միանում ընդեղ։ Չեն ասում, հմի դու կողմից ես, դա չեն ասում։ Այն որ «Յա Ռավջան, ես դու ես եկել»։ Հա։ Այ կար։ Ոսես նայում ենք ես, նայ։ Ռեակցիա ասում։ Գիտես ինչ դեմ, այն որ ինքը 20 րոպե առաջ է եկել, բայց Արդեն ինքը local է, ինքը քեզ պոտենցիալ կոնկուրենտ է համարում, չգիտես ինչա կոնկուրենտ համարում։ Ինչա, «Յա, ես դու ես եկալ, հա»։ Ոնց նայում այլ, դե ինչ պատասխան դիտաս։ Դե ասում ես, դե չէ եկել եմ, գնում եմ հեսա, տենց չեմ եկել մնալու, գնում եմ, բայց եթե տենց ամեն ինչ լավ լինի ձեր մոտ, կգամ, ձեր մոտ կգամ, ձեր մոտ։ Չեն հարցնում ում կողմից ես, բայց այդ հարցը միշտ կա։ Հա ինչ ալնելու։ Դե դու սաղորը դեղ ես։ Ուզում եմ, դու սաղորնի ազ մեջ ես, էլի, ուզում եմ։ Ուր ես դա։ Հա, բայց դες հարց են տալի։ Դու կիմանաս էլի, քո կռուգը մեծ է, ինչ ալնելու։ Տրամպը ինչ է։ Հա, էլի, դե չգիտեմ ինչ ալնելու, ժողովուրդը։ Լավ դե։ Հա, լավ, բանը դա։ Ռուսաստան, վերջ Ռուսաստան, դեպի Ռուսաստան։ Ասում Ամերիկա ավելի շատ է։ Պրիտամ քեզ նենց վստահ են ասում իրանք։ Այն որ ամի պայասասա։ Ասա, այսպես նայում եմ։ Ասա։ Իրոք չգիտեմ ինչա լինելու, դաժե ստեղից որ ելնեմ ձեր մոտից, ձեր հետ կամ իմ հետ ինչա լինելու։ Չգիտեմ ինչա լինելու։ Այս պայդրույցը ասեմ չգիտեմ ինչա լինելու, որովհետեւ բան է, որ ասում իրոք տենց չգիտեմ ոնց են ուտում իրար էլի։ Վերևները, չգիտեմ ինչ ձև են ուտում իրար։ Բայց դա ճնշումը միշտ կա էլի հայտնի մարդկանց վրա, որ նամակներ ցանկացած մեծ ցույցից առաջ ինչ որ բաներ են գալիս, հա, եթե դուք հայրենասեր եք, եթե դու հայրենասեր ես, բան, պատերազմից հետո իրոք չիմանալով շատ մարդիկ թե պատերազմի ընթացքում, ասենք ինչ գործունեություն էի ծավալում մենք։ Պատերազմից հետո երբ որ դե մեր մեղավոր չես որ քո մասնագիտությունն էլ դերասանի մասնագիտություն, դու պետք է զբաղվես քո մասնագիտությամբ։ Բեմ դուրս գաս, պետք է նկարահանվես, պետք է Instagram-ով ակտիվ լինես, որտեվ քո մասնագիտության հետ է կապված ուղիղ։ Անենց նամակներ գալի ու անենց անեստներ գալի, անենց ես այդ ժամանակ հասկացա, որ իրոք մեր ազգի մի զանգված կա, որ իրոք շատ է չարացել ու չի ուզում դիմացինի ապրել։ Դիմացինի հաջողությամբ չուրախանալն էր շատացել, որ մեռներ դու, սատկեր դու, բերանդ բացել ես։ Այդ մի հատ շատ բան կա, ուրեմն հաղորդման ոմայի հետ կապված շոյ հաղորդում կար, որտեղ որ ես խոսել էի ու խոսել էի մեր զոհերի մասին, մեր վիրավորների մասին խոսել էի ու այդ կտորը վերցել էին տարբեր սայթեր, տենց Facebook-ում բան են արել։ Մի հատ ինչ-որ սայթ վեկալ իմ նկարներից դրել էր, ասենք դες ժպիտով նկար այս այդ։ Հա, ու գրել է Ռաֆայել Յանոսյանը, բանը, այդ նկարն են դրել ու Ռաֆայել Յանոսյանի անդրադարձը մեր զոհված տղաներին բանս ապե տակ գիտեք ինչեր էին գրել։ Դե մի խմբագրի իրականում թերացում է, էլի։ Բերանդ խիես բացել եկա սենց գիտես ոնց նկարը ուղակի վերցրել են նկարը սենց ժպիտով նկարել վերնագիր են գրել Ռաֆայել Յանոսյանի ապեր գիտես ինչեր էին ինչ հայոյանքներ ստեղից սկսել էին հայոյանքները սենց հասել էին ստեղ չէին կշտացել մտել էին մեր տուն
Լսի կարող խնդիրը նրանում է, որ այդ աշխատանքը որ անում եք, դրա մասին շատ չէր Չեմ բարձրաձայնում։ սիրում ես բարձրաձայնել այդպես Դրա բաների համար մասին։ ես կասեմ քո փոխարեն կամերային թատրոնի դիմաց, կազմակերպում էին այդ ամբողջ օգնությունը, որ գալիս էր, դրա բաժանելը, դրա սորտավորումը ու ի վերջո ամենակարևոր էս բանը, երբ որ հարուստ մարդ Ամերիկայում ապրող վստահելի մարդ է ման գալիս, ում այդ փողը կարա ուղարկի, ինքը գցում բռնում է, որ արդյունքում այդ Ռաֆոնա, ում կարող է ինքը իդեպ չել ճանաչում, այդ Արամն է Արամն է, այնտեղի։ այդ դա Գոգոնն է, դա մի խոսքով, ես կնես այդ պատերազմի այդ օրերի հետ կապված էլի բան ասեմ, երբ որ մեզ բերում էին, որ ասում ես գումար, երբ որ մեզ բերում էին փող, այդ ժամանակ իսկ մեզ բերում էին փող շատ։ Երթվում է մարդիկ բերում էին մեզ փող շատ, ասենք տղեն Ամերիկայից ուղարկել էր, մամա այս $10,000 կտանես, կտաս Ռաֆոին, կասես ինչ պետք է։ Որ բերում էին մեզ գումար, իսկ այդ ընթացքում գալիս էր շատ գումար։ Մենք ունենք ցուցակ, որ ինչա մեզ պետք, ասենք Տերմոբիլյո, չգիտեմ, բրինձ, բացի որ մենք ուղարկում ենք դիրքեր, մենք այստեղ համարը 25,000-ից ավել մարդ եկավ ու մենք բոլորին տեղավորեցինք տարբեր տեղեր եւ այդ մարդիկ այդ ընթացքում այդ 44 օրվա ընթացքում որ ապրում են այստեղ այդ մարդկանց կերակրել էր պետք ամել ու մենք ասենք բրինձը ձեթը բան հավաքում ենք ու մեր մոտ այնց է որ չափաբաժնով արդեն լրիվ բան եղած այնա Լաժնի հա մեխանիզմը դրա դա, սիրուն դա, ամենը 5 հոգի են 3-ը երեխա են 4-ը բան մեծահասակ 8 հոգի են 6-ը այսքան են 2-ը այսքան են սենց են կամ տատիա կամ պապիա այդպես գրված էր բանով ու մենք գիտենք որ երեխան 3 տարեկան իրան պետքա սենց կաշա իրան պետքա սենց բան տատին պետքա սենց բան ինքես կերակուրը լրիվ գրված էր լրիվ ու այդ մենք այդ բազան, այդ առելի բազան, մենք տվեցինք սոցիալ նախարարությանը վերջում պատերազմից հետո, որովհետև նոր ծրագիր պատրաստվեց, գալիս էին, ասենք, գրում էին մենք ընտանիքով 5 հոգի ենք, այնտեղ արդեն կային մասնագետներ, որոնք որ մտնում էին երեխեք էին, երիտասարդ երեխաներ, իրան գրում էին 5 հոգի, ուրեմն նոր Խարբերդում 5 հոգի մարդ կարա տեղավորի, որը 2 երեխա բան, ավտոն միանգամից արդեն էլի պայմանավորված մեր գործընկերների հետ էլի պայմանավորված, իրանք արդեն ավտոն ուղարկում էին, այդ մարդկանց ստանում էին ու մենք ամեն օր այդ ընտանիքից մեկը գալիս էր անձնագրով։ Իր ուտելիքը ստանում գնում էր։ Ու երբ որ մեզ ուղարկում էին գումար, բացի նրանից, որ մենք պետքա ուղարկեինք սահման տղաներին սնիկերսա, նասկիա, տակշորա, ձեռնոցա, բանա։ Մենք տալիս էինք այդ ցուցակը, ասում ենք նայ, մեզ պետքա բրինձ, բան, գնա առբեր մեզ բեր ապրանք, մեզ գումար պետք չի։ Ու միջև այսօր բոլոր այդ չեքերը, բոլոր այդ ինչ որ առել ենք, բոլոր այդ ինչ որ բան ենք արել միջև այսօր այդ ամեն ինչը չնայած ասում արդեն մաշվում է, այդ չեքերը բան, բայց ամեն ինչ պահվում է, որովհետև չգիտես վաղը ինչ կարա լինել։ Բաստորեն գեներացրեցիք սոցիալ նախարարություն, որ դե այն նու չկար կամ թերանում էր։ Չկար։ Արի սկսենք չկար, ուղղակի չկար։ Դրա համար ասենք շատ անգամ իրոք մեր հայրենակիցները ես մեկ-մեկ համ հասկանում, համ էլ չեմ հասկանում։ Իրոք կարող է եւ գիտակցելով կամ չգիտակցված սկսում են քեզ մեղադրել ինչի կամ դու ինչի այս կողմը կամ այն իմ համար այս կողմը այն կողմ չկա։ Ես այս կողմից ու այն կողմից չեմ ու այն շրջապատն էլ որտեղ որ ես գործ եմ անում իմ գործունեություն եմ ծավալում մենք այս կողմից ու այն կողմից չենք մենք ունենք հանդիսատես մենք ունենք հայ իմ համար հայ է ինքը ու վերջ ես աշխատում եմ բեմում ես խաղում եմ նույն այդ հայի համար որ դալիճում նստած են ասենք 400 հոգի ես չգիտեմ 400 հոգին այս կողմից են թե այն կողմից են Ամենայն հավանականությամբ խառն են։ խառն են իսկ ես խաղում եմ հայի համար համ այս կողմից համ այն կողմից փորձելով ոչ ներկայացնել իրանց լեզվով ասած այս կողմին էլ այն կողմին էլ ես բեմի մարդ եմ Կան ինչ որ միջոցառումներ, որոնցում չես մասնակցի, օրինակ ասես, աչե, եթե այս մարդը այս պաշտոնյան այնտեղ կա, ես ուրեմն գործ չունեմ։ Թե տենց ինչ որ կարևոր բաներ։ Ես էլի եմ կրկնում, Փյոք ջան, ես չունեմ այդպես բաներ, որովհետև ես մարդ եմ, դերասան մարդ եմ, որ էլի եմ ասում 20 տարիա պրոֆեսիոնալ բեմում եմ 20 տարվա մեջ հանրապետությունում ինչքան պաշտոնյաներ են փոխվել եւ ինչքան պաշտոն են փոխվել ու ինչքան բան է փոխվել հանրապետությունում գոնը 20 տարի ես արարում եմ իրան գալի գնում են ես հələ արարում եմ իրան գալի գնում են ու մենք հələ բեմի վրա ենք մենք աշխատում ենք մենք թատրոնը կա կամերային թատրոնը կա անտիպրիզային ներկայացումները կան յուրա խաղերը հələ կա նկարները հələ կա փարկասոլը ոտի վրա ենք ու աշխատում ենք Ես չգիտեմ վաղ ինչ կլինի, ոնց կլինի, ով կգա, ինչ ձև կգա, բայց ով էլ որ գա, համոզված եմ, ես չգիտեմ իրան, բայց համոզված եմ ինքը մեզ բոլորիս էլ շատ լավ գիտի ու շատ լավ ճանաչում։ Դրա համար ես վայ այսօր դու ես, ուրեմն ես քո կողմից եմ, այտենց չի համար։ Ես բոլորի կողմից եմ։
Ես միշտ ինձ որ ասում եմ, բա դա ես մի հատ լավ խոսք ունեմ, դատողը ես չեմ ուզում ոչ մեկին դատեմ։ Դատողն Աստված է։ Կգնան այնտեղ Աստված թեմա կտպի թե այդ արդեն այնտեղ բանն է։ Ես ասում եմ մուզիկան չզբաղվել պոլիտիկա։ Լավ, ասա մի քիչ էլ ապագա պլաններից ինչա նախատեսվում։ Ապագա պլաններից ինչա նախատեսվում։ Ահա, ասեմ, սկսեցինք արդեն Երևանից սկսեցինք իմ 5-րդ ներկայացման սցենարական աշխատանքները Արմեն Վարդանյանից գլխավորությամբ իմ ընկերոջ սկսեցինք արդեն բաներ կար, որոնք որ մտածում ենք ինչ ձև պետք է այնքան դժվար է սկզբից, որ սկսում ես ներկայացում գրելը, այնքան դժվար է վերնագիր ես ընտրում, հետո այդ վերնագրի վրա մի քիչ բացվում ես, հետո սկսում ես մի քիչ ուրիշ բան, մի քիչ չի ստացվում, եկել ուղղվածություն ես փոխում, այս անգամ պետք է սենց լինի, այս անգամ Երևանից արդեն սկսել ենք այդ ինչ որ փորձեր, էտյուդներ գրել, ջնջել, այն բանը լեն պապկեն բացի հիշում ես այն կտորը IS-ի բան։ Երևանից սկսել ենք այդ աշխատանքները ներկայացումով Աստծոց առաջ չընկնենք, երևի թե դեկտեմբերին կունենան պրեմիերա ներկայացման տեսքով։ Հերոստան նախագծեր առաջարկներ կան, բայց մի երկուսը մերժել եմ հանրային հերոստանգերությամբ շուտով կարողա ինչ-որ մի նախագիծ լինի, դրա ճակերտն էլ շատ չբացեմ, ինքը տենց էլի ավելի մի քիչ մարզերի մասն է, քանի որ ինքս էլ լինելով մարզի բնակիչ եւ ժողովրդի ծոցից, հիմա տենց ժողովրդի հետ կապված տենց մարզերում հաղորդում եմ մի հատ ուզում անեմ, ինքը տենց է կոչվում մարզավիճակ։ Հիմա ասենք այդ խոսակցությունների մեջ ենք ինչ կլինի, ոնց ինչ ֆորմատա, ոնց անելու, ինչ ձև անելու, երևի թե աշունը արդեն այդ կանցնենք հերոստատողի դատին, կա ֆիլմ, որ Գոր Կիրակոսյանի հետ մտածել ենք եւ սցենարական աշխատանքներն էլ չգիտես ինչի վստահել ենք քեզ Նարեկ ջան ֆիլմն էլ եթե ամեն ինչ անես ու վերջնական արդեն մենք ձեր տանք ասենք դե եկեք մի բաժակ խմենք ասենք եղանակից կախված շնորհավոր լինի մեր աշխատանքը ինձ թվում է շատ լավ կլինի հունվարին կսկսենք արդեն ոչ Հայաստանում այլ արտերկրում բայց ոչ մի բան չեն կարա սրա մասին ասել թե գորը այնտեղից հա հələ պետք չի բանը որովհետև գորը մի հատ բնավորություն երբ որ դու ինչ-որ մի բան ես անում ապա կինո ենք նկարել հիմա կինո ենք նկարել աշունը պետք է լինի պրեմիերը չի թողում ոչ մեկը այդ կինոյի մասին խոսանք ասում ապա մի խոսացեք ես չեմ ստիպում որ ամեն ինչ պատրաստ կլինի նոր ասում գոր ջան բայց ասենք նկարվել ենք արդեն ապա ոչ մեկին ոչ մի բան մի ասեմ հա դե օքեյ ոչ մեկին ոչ մի բան չեմ ասում ոչ մի բան չկա անելու ախպերս մենակ ոչ մի բաններում քեզ լիքը հաջողություններ մերսի որ ժամանակդ մեծ վայ ես եմ շնորհակալ որ կանչել եք տղեկ ջան միշտ նայում էի ձեր հաղորդումները ու մտածում էի ինչի ինձ չէի կանչում շուտ Պոդքասթ չունեինք Չենք հասունացել ուզում ենք նոր սիրուն ստուդիա լինի ունենք արդեն մի որոշ ժամանակ բայց որոշ ժամանակով ինչի ինձ չէի կանչել մտածում եք սիրողը շատ դեմ էր չգիտեմ ես կեղտոտ բնավորություն ունեմ այդ կեղտոտ բնավորությամբ ուրեմն եկեք խմենք ասում ձեր գործերն էլ ու մեր բոլորի գործերն էլ բարի ընթացք տանք մերսի շատ այսօրվա այս սիրուն գեղեցիկ տաղավարում էլ որ չգիտեմ ինչքանով կարողացանք այդպես զրուցություն ունենանք հետաքրքիր ապրեք անխափան այդպես YouTube-յան լիքը ոչ միայն YouTube-յան Աստված առաջել մի օր տենանք արդեն այդպես YouTube-ի շը արդեն այդպես որ դեղին ոսկի բանն է եկել արդեն մյուսը ոսկի օրինակ ես մտածես բարձր միջև այստեղ էս տաղավար այնքան ուրախացա որ sense սիրուն տեղ կա բան ու այդ միտքը որի մեջ կար որ ես ուզում եի իրականացնել կարող է եւ չի բացառում համեր էս էլ մի հատ շուտով այդպես YouTube-յան մի բան հա այդպես արդեն քննարկեցինք եթե ուզում եք մեզ հասցնեք ոսկե կոճակին բաժանորդագրվեք ալիքին ընդամենը 350,000 հոգի է մնում այդքան է մնում 500-ից են տալի ոսկին հա 100-ին արծաթն է 500-ին ոսկին է միլիոնին ի՞նչն է միլիոնին ավելի թույն տալիս չեմ հիշում միլիոնին ուղղակի պլատինումն է ու տենց ու կարող եք նաև լսել մեր ոդկասթը մեքենայի մեջ մենք բոլոր ոդկասթային հարթակներում կանք նենց որ Աստված առաջ դավայցե